Հանրապետականի շենքի մոտ կրկին լրագրողների բազմություն է։ Ներքաղաքական նոր սեզոնի մեկնարկը տրված է։ Երկրի թիվ 1 քաղաքական ուժն առաջինն է հավաքվում անելիքները քննարկելու։ Նախ ՀՀԿ գործադիր մարմնի նիստն է, ապա ավելի ընդլայնված կազմի, խորհրդի։ Երկուսն էլ վարում է Հանրապետության նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ խորհրդի նիստը 2.5 ժամ է տևում։ Խորհրդարանում, կառավարությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական քաղաքական կյանքում հանրապետականի դերակատարությունը վճռորոշ է, ընդգծում է Սերժ Սարգսյանը։ Հետևաբար, հանգիստ ամառվանից հետո նոր թափ պետք է հաղորդել ծրագրերի իրագործմանը։ Սա միայն ամառային ռեժիմի մի մասն է։ Հիմա քառապատիկ ավելի ծավալով ու ջանքերով պիտի գործենք, կուսակիցներին ասում է նախագահը։ Ես դիմում եմ մեր պատգամավորներին առաջին հերթին եւ շեշտում, որ այսօրվանից ձեր բոլոր այլ անձնական կամ ոչ անձնական խնդիրներն ու ծրագրերը դնում եք մի կողմ, մղում եք երկրորդ պլան։ Խորհրդարանի բնականոն աշխատանքի ապահովումը, մեր ծրագրերի իրականացումը միտված են օրենսդրական գործունեությունը բոլորս միանշանակ համարում ենք ձեր առաջնահերթ խնդիրը։ Ամենագլխավոր խնդիրը պատգամավորի համար օրենսդրական գործունեությունն է։ Մնացած բոլոր խնդիրները, այդ թվում նաև անձնական, ես հասկանում եմ, որ բոլորս էլ մարդահարած ենք, բոլորս էլ հարցեր, խնդիրներ ենք ունենում, բայց այն իրավիճակում, որն այսօր ստեղծվել է, օրենսդիր գործունեությունը ես համարում եմ ձեր կարևորագույն խնդիրը։ Խորհրդարանի աշխատանքներին մատերի արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելը անթույլատրելի է։ Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը։ Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու եւ ձեր բոլորի կռվի դաշտը եւ ձեր խրամատն էլ խորհրդարանն է։ Ձեր կռիվը օրենսդիր աշխատանքն է։ Ձեր թշնամին մեր հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են։ Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում։ Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի։ Կառավարությունն իր հերթին ակտիվ բաց ու հրապարակային է աշխատում, արձագանքում բոլոր հրատապ խնդիրներին, Սերժ Սարգսյանի գնահատականն է, սակայն կուսակցության խորհուրդն ու խմբակցությունը անպայման պետք է օգնեն գործադիրին։ Հակառակ պարագայում մենք լավ արդյունքներ ունենալ չենք կարող։ Եվ ինչպես պայմանավորվել ենք, պարոն վարչապետ, կառավարությունն էլ իր հերթին շատ ուշադիր պետք է լինի մեր պատգամավորների, խորհրդի անդամների առաջարկությունների նկատմամբ։ Մենք պետք է աշխատենք միասին, որովհետև այլ ճանապարհ չկա։ Մենք խորհրդով հաստատել ենք պատգամավորների ցուցակը, այնուհետև խորհրդարանական ընտրություններում ստացել ենք մեծամասնություն, այնուհետև այդ մեծամասնությունը ընտրել է կառավարություն եւ ինչպես տեսնում եք, մենք բոլորս փող շահ կապված ենք եւ մենք այլ ճանապարհ չունենք։ Եվ ես հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս այս միասնական աշխատանքում։ Այս ամենից զատ նախագահը երկու խնդիր է առանձնացնում։ Սերժ Սարգսյանի պահանջն է ակտիվ աշխատել միջազգային ամենատարբեր ձևաչափերում եւ պաշտոնական եւ ոչ պաշտոնական մասերով։ Մենք պարտավոր ենք մեր խնդիրների մասին խոսել ամեն օր, ամեն ժամ, օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն մեր գործընկերներին, մեր բարեկամներին ու նաև նրանց, ովքեր
այդքան էլ լավ չեն տրամադրված մեր նկատմամբ հասցնելու ճշմարտությունը, հասցնելու մեր տեսակետը։ Աշխարհը արագ է փոխվում, մեր հակառակորդների հնարավորությունները մեծանում են, նրանց աշխատանքն էլ է ակտիվանում եւ այս պարագայում մենք իրավունք չունենք пассив լինելու։ Դեք մենք գործ ունենք մի երկրի հետ եւ երկրի մի ղեկավարի հետ, որ ցանկացած ձև, ցանկացած հնարավորություն օգտագործում են, այդ թվում նաեւ սուտն ու գեղձիքը։ Եվ իրենք ոչ մի բանից չեն ամաչում։ Ամեն օր մարդկանց բանտ են նստեցնում կամ սպանում են ու հետո ասում են, որ իրենց հասարակությունը զարգանում է։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանի եւ հատուկ ծառայությունները եւ ղեկավարությունը վստահ է, որ այդ լրագրողները չեն կարող լինել Հայաստանի հատուկ ծառայությունների գործակալներ։ Ակնհայտ է, չէ՞ բոլորիս։ Բայց նրանք առանց ամաչելու այդպիսի պիտակներ են կպցնում, այսինքն օգտագործելով հակամարտությունը, նրանք փորձում են իրենց երկրում հաստատել իրենց կարգերը։ Մենք դրա հետ որևէ խնդիր չունենք, ինչպիսի կարգեր ուզում են թող հաստատեն, բայց մենք շատ հետաքրքրված ենք, որպեսզի նրանց սուտն ու գեղձիքը երկար կյանք չունենան։ Իրականության մեջ սուտն ու գեղձիքը երկար կյանք չեն ունենում, բայց լավ կլինի, որպեսզի ընդհանրապես նրանք որևէ կյանք չունենան։ Բոլորդ վստահ եք, թե ինչ տեղի ունեցավ հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբներին։ Եվ իմ խնդրանքով մեր մամուլն էլ հրապարակեց այն հերոս տղաների անունները եւ նկարները, որոնք զոհվեցին։ Բոլորդ էլ գիտեք, թե ինչքան ադրբեջանցիներ զոհվեցին։ Բայց այդ մարդիկ ոչ միայն իրենց երկրում, այլ նաեւ աշխարհով մեկ հայտարարում են, որ իրենք լավ դաս տվեցին հայերին։ Դե եթե լավ դաս տալը այդպես պետք է լինի, ապա մենք պետք է անպայման այս բանը հաշվի առնենք։ Ստի, գեղձիքի ամենափայլուն օրինակը հետևյալն է։ Երևի ձեզնից շատերը գիտեն, որ Ադրբեջանի նախագահը երևի վիրավորվելով այն հանգամանքից, որ ես համեմատել եմ համաշխարհային առարկայական օլիմպիադաներում մեր եւ տարածաշրջանի դպրոցականների արդյունքները, չալ սուտ ասեց, որ շախմատում ադրբեջանցիները վաղուց անցել են հայերին, իրենց հաջողություններով։ Ամբողջ աշխարհը գիտի, որ մենք եռակի օլիմպիական չեմպիոններ ենք, որ մենք աշխարհի չեմպիոն ենք, իսկ իրենք ընդամենը կարողացել են դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Եվ եթե սա առաջընթաց է, ապա նույն կերպ մենք պետք է հասկանանք Ադրբեջանի հզորության մասին հեքիաթները եւ Հայաստանում մարդ չմնալու մասին հեքիաթները։ Բայց քիչ է, գիտեք, երբ որ մենք նրանց ասածների վրա ծիծաղում ենք կամ հեգնում ենք, մենք պետք է կարողանանք մեր իրականությունը հասցնել շատ շատերին։ Առավել եւս, երբ որ Ադրբեջանը հիմա փորձում է այլ հարթակ տեղափոխել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը։ Ինչ որ կերպ մենք իրավունք չունենք արդարության դեմ մեղանչելու, ինչ որ կերպ դա նրանց հաջողվում է։ Բայց այդ ինչ որ կերպը շատ փոքրիկ մի հաջողություն է եւ այդ հաջողությունը այսօր չէ, որ նրանք գրանցվում են։ Ես նկատի ունեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հայտարարությունը, որ արդեն շատ տևական ժամանակաշրջանում է իրականացվում եւ այս հատվածում որոշակի բան փոխվել է, բայց այդ փոխվածը մեզ չի բավարարում։ Երկրորդ նկատի ունեմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարթակը,
եւ հիշում եք, որ վերջին այսպես ոչ բարենպաստ ձևակերպումը, վերջին ոչ բարենպաստ բանաձևը 2005 թվականին է եղել։ Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ունեցած մեր հաջողությունները տարածենք բոլոր հարթակներում։ Իսկ այստեղ, ես ձեզ անկեղծորեն եմ ասում, մենք բավականաչափ առաջընթաց ունենք եւ մենք հաջողություն ունենք։ Երկրորդ կարևոր խնդիրը սահմանադրական բարեփոխումների գործընթացն է։ Նախագահը հիշեցնում է, որ մասնագիտական հանձնաժողովը լայն հանրային քննարկումներ է ծավալել հանրության եւ մասնագիտական շրջանակների հետ։ Հուլիսին հանձնաժողովի անդամներն այցելել են բոլոր մարզեր եւ ներկայացրել բարեփոխումների հայեցակարգի նախագծի հիմնադրույթները։ Մեր անկախ պետականության տարիների ընթացքում առաջին անգամ սահմանադրական բարեփոխումների գործընթացը դրված է բաց ու հրապարակային հիմքի վրա, երբ հանրային քննարկման է դրվում ոչ թե արդեն պատրաստի նախագիծ, այլ բոլոր այն հիմնական գաղափարները, որոնք պետք է հիմք հանդիսանան սահմանադրական բարեփոխումների բուն տեքստի մշակման համար։ Հանրային քննարկումների արդյունքները հաշվի առնելով հանձնաժողովը շուտով ավարտելու է հայեցակարգի վրա աշխատանքը եւ մինչեւ հոկտեմբերի 15-ը ներկայացնելու է իմ հաստատմանը։ Արդեն իսկ պարզ է, որ հայեցակարգի ելակետը մեր քաղաքական համակարգի արմատական բարեփոխումն է, ինչն իմ համոզմամբ կենսական անհրաժեշտություն է մեր երկրի իրավական պետականության եւ ժողովրդավարության ճանապարհով հետագա զարգացման համար։ Որպես կառավարող կուսակցություն, ՀՀԿ-ն պետք է առաջին հերթին լայն քննարկումներ ծավալի իր շարքերում։ Հայեցակարգի ներկայացումից հետո պետք է քաղաքական լայն կոնսուլտացիաներ սկսել ինչպես խորհրդանում ներկայացված քաղաքական ուժերի, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ, սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ անհրաժեշտ փոխհամաձայնություններ ձեռք բերելու ուղղությամբ, ընդգծում է Սերժ Սարգսյանը։ Մենք հստակ գիտակցում ենք, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ անհրաժեշտ են հնարավորինս լայն համաձայնություններ, քանի որ արդյունավետ սահմանադրությունը միայն հասարակական համաձայնության արդյունք կարող է լինել։ Մենք պատրաստ ենք անկաշկանդ կերպով քննարկել ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի իրավունքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների հուսալի պաշտպանությանը, կառավարման արդյունավետ համակարգին, դատարանների անկախությանն ու անաչառությանը։ Եվ բոլոր այն այսպես կոչված փաստարկները, թեև ճիշտն ասած ես փաստարկ չեմ տեսնում, որ բերում են սահմանադրական բարեփոխումների հակառակորդները, ինձ համար անհասկանալի են։ Եթե որևէ մեկը ձեզնից լսել է որևէ փաստարկ, ես կցանկանայի, որպեսզի դուք հնչեցնեք այդ դահլիճում։ Միայն մի բան են ասում, որ հիմա ժամանակը չէ։ Իսկ ինչ է եղել, ինչու ժամանակը չէ։ Եվ ընդհանրապես լուրջ բանավեճի ժամանակ արդյոք այդպիսի ձևակերպումը կարող է լինել փաստարկ։ Դա փաստարկ չի։ Կուզենայի, որպեսզի փաստարկներ բերեն։ Իսկ թե հիմա ժամանակը չի, հիմա ուրիշ է, առաջ ուրիշ էր։ Դրանք ուղղակի քննարկումից խուսափելու ձևեր են եւ պատրվակներ։ Նախագահը վստահ է, որ փաստաթուղթը պատրաստ է լինելու հոկտեմբերին։ Սերժ Սարգսյանը կարևոր է համարում, որպեսզի ՀՀԿ խորհրդի իրավաբանական դասը ակտիվ մասնակցություն ունենա փաստաթուղթը քննարկելու ժամանակ։ Արկադի Գրիգորյան, ժամը լրատվական։